Ողջույն, դուք դիտում եք Civilnet-ը, 1995 թվականի հուլիսի 5-ին նույն այսօրը առաջին անգամ Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքացիները քվեարկեցին սահմանադրություն ունենալու օգտին։ Եվ այսօր մեր սահմանադրության հետ կապված ես կզրուցեմ սահմանադրագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանի հետ, բարև ձեզ։ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բավականին այսպես դրամատիկ զարգացումների է ենթարկվել, զարգացումներ են տեղի ունեցել սահմանադրության շուրջ, նախագահական, ուժեղ նախագահական կառավարման համակարգից հասել ենք մինչև խորհրդարանական հանրապետության։ Ամրագրեցինք 95 թվականին մի բան, 2016 թվականին ունենք մեկ այլ սահմանադրություն։ Լավ է, վատ է այդպես այդ ինտենսիվությամբ սահմանադրություն փոխելը։ Ողջույն եւս մեկ անգամ, շնորհակալություն ինձ այսօր հյուրընկալելու համար։ Նույնիսկ ուժեղ նախագահ ունենալու պայմաններում 1995 թվականի սահմանադրության կառավարման ձևի առումով դեռևս կիսանախագահական կառավարման ձև էր սահմանում։ Ուժեղ նախագահով, դուք ճիշտ եք, երկու փոփոխությունների հետևանքով մենք այսօր արդեն կունենանք որոշակի հետաքրքիր կոնֆիգուրացիայով այնուամենայնիվ խորհրդարանական կառավարման ձև։ 20 տարվա համար բավական լուրջ, այսպես ասենք, ընթացք էր սա, լուրջ փոփոխություններ էին, այնուամենայնիվ գնահատել դրական թե բացասական ես չէի ուզենա, որովհետև միայն կառավարման ֆորմալ ձևի պայմաններում չեն կարող, միայն դրանցով չեն կարող պայմանավորել սահմանադրությունը, դրա ազդեցությունը հասարակական հարաբերությունների վրա, դրա ազդեցությունը առանձին կոմպոնենտներից մեկն է կառավարման ձևը սահմանադրության, կիսանախագահականից խորհրդարանական, դա կոմպոնենտ է մի, իսկ մնացած կոմպոնենտները, եթե մարդու իրավունքներ, չգիտեմ, մյուս ինգրեդիենտները, որ ավելացնում ենք, ինչ ենք ստանում, սահմանադրությունը մենք անընդհատ փոխել ենք ավելի լավը դարձնելու համար, թե սահմանադրությունը մենք փոխել ենք իրավիճակին հարմարացնելու համար, քաղաքական։ Սահմանադրությունները որպես կանոն փոխվում են իրավիճակին համընթաց։ Դրանց լավ ու վատ լինելը մի քիչ պայմանական է իհարկե ասել։ Որոշ առումներով կարող ենք պայմանական թեև թեկուզ ասել, որ այն ավելի լավն է եղել, հատկապես 95 թվականի սահմանադրությունը բավական ուժեղ նախագահ էր սահմանում եւ այդ առումով կարծում եմ մեր հասարակության երկրի զարգացման համար այնուամենայնիվ որոշակի խոչընդոտներ այնտեղ դրանով պայմանավորված էին, այնուամենայնիվ դրա մեր այս վերջին տրանզիտախորհրդանական համակարգի չեմ կարող միանշանակ ասել, որ կլուծի այդ խնդիրները եւ այսպես մեկ զարկով խնդիրների այդ նմանատիպ խնդիրներին լուծում կտա։ Ավելի կարևոր է ոչ թե այն, թե այդ սահմանադրությունը ինչ ինստիտուտներ է պայմանավորում եւ ինչ կանոններ է ստեղծում, կարծում եմ այս 20 տարվա այս ռետրո հայացք, եթե մենք գցենք մեր սահմանադրական զարգացումներին, ավելի կարևորում եմ խոսել այն մասին, թե իսկապես իսկ ինչ քաղաքական դեր է ստացնել սահմանադրությունը մեր հասարակությունում։ Եվ այդ առումով ես այդքան օպտիմիստ չեմ, կարծում եմ սահմանադրականության զարգացումը մեր մեջ չի կայացել։ Եվ սահմանադրության այն կարևոր քաղաքական դերերը, որ մենք կարող ենք նախանշել, այդ ճանապարհին մենք մեծ առաջընթաց չենք ունեցել։ Մինչդեռ սահմանադրությունը ընդհանրապես հասկանանք ինչ է սահմանադրությունը եւ ինչ դեր է դրանում քաղաքական իմաստով։ Տեսեք, դուք նշում եք, խոսեցիք, ինչ խնդիրներ է լուծել, չէ՞, այդպիսի հարցադրում արեցիք։ Արդյոք մենք սահմանադրությունը ընկալում ենք որպես խնդիրներ լուծող ինչ-որ փաստաթուղթ, թե մեզ համար սահմանադրությունը դա պետականությանը բնորոշ ատրիբուտներից է, սիմվոլիկ, որը պետք է ունենանք, ինչպես ունենք դրոշ, չգիտեմ, գերբ,
Վախենամ, որ իր նշանակությամբ ու ավելի շուտ սահմանությունը մեր հասարակությունում ծառայել է հենց որպես այդ դերը կատարող մի ինստրումենտ, որպես սիմվոլ ավելի շուտ։ Չեմ ուզում ասել, որ այլ դերերում այն ձախողել է միանշանակ, այնուամենայնիվ այսօր հասարակության համար այն ընկալվում է եւ այդպիսին էլ երևի թե կա որպես հիմնականում սիմվոլ։ Ինչպիսին է, ինչպես ասացիք, դրոշը հիմնը Մինչդեռ 95-ին մենք այդ ատրիբուտները արդեն ունեինք եւ պետականության կայացման շատ ավելի կարեւոր ինստիտուտներ ունեինք կայացած, այդ թվում բանակը, այդ թվում կառավարման համակարգի որոշակի ինստիտուցիոնալ կայացումներ տեղ ունեցել եւ դրա համար 95-ի նույնիսկ այդ հայաց լույսում մենք կարծես թե սահմանություն ընդունելով ընդամենը մեկ նոր սիմվոլ ունեցանք, մինչդեռ վերադառնանք թե ինչ դերեր այն կարող էր կատարել որպես սահմանություն, որ ես կարծում եմ դեռևս մինչև վերջ կամ լիարժեքորեն չի կատարել։ Սովորաբար սահմանությունները ընդհանրապես քաղաքական իմաստով առնվազն երկու շատ կարևոր ֆունկցիա են կատարում։ Ես կարող եմ հողում կատարել Սարտորին, որը շատ ճանաչված քաղաքագետ է, դեպ դա քրքիր է, չէ՞։ Սովորաբար սահմանադրագիտությունը ասոցացվում է իրավագիտության հետ, մինչդեռ տեսեք հիմա ես ավելի քաղաքական քաղաքագետի մի շատ ճանաչված քաղաքագետի, որը երկու հիմնական կարևորագույն ֆունկցիաներ առանձնացնում սահմանադրությունների։ Մեկը, ինչպես նա ասում էր, կառավարման պլան, այսինքն այն կանոնները, որոնք պայմանավորում են թե ինչպես կառավարում տեղի կունենա, ինչպես իշխանության process-ը տեղի կունենա։ Եվ երկրորդը, որը նա համարում էր հենց սահմանությունների միջուկային ավելի կարևոր, ավելի ֆունդամենտալ նշանակությունը, դա հենց այդ իշխանություններին սահման դնելն էր։ Հենց դրանից մեր հայերեն տերմինը շատ դիպուկ դա բնութագրում է սահմանություն, սահման ենք դնում ինչին, իշխանությունների իրականացմանը։ Հիմա այդ երկու կոնտեքստում մենք ինչ խնդիր ենք լուծել, այսինքն այդ ձեր նշած երկու գործոնները ինչքանով են ազդել մեր սահմանադրություն ունենալ չունենալու վրա։ Անդրադառնանք առաջինին, կրկնեմ, առաջինի մենք գործ ունենք խաղի կանոնների, քաղաքական խաղի կանոնների սահմանման մասին, կամ կառավարման այսպես ասենք պլանի հետ, չէ՞։ Իհարկե չափազանցություն կլինի ասել, որ այս դերում սահմանությունը որևէ իմաստ չի ունեցել։ Տեսեք, անցյալ տարի մենք սահմանություն ենք փոխում եւ շատերս կողմ էինք, շատերս դեմ էինք, այդ իսկ վկայում է այն մասին, հենց այդ փաստը վկայում է այն մասին, որ այո, սահմանադրությամբ հռչակված կանոնները կամ նախագծված կանոնները որոշակի ազդեցություն ունեն մեր ինստիտուտների զարգացման։ Կուսակցությունների առատությունը հիմա, այսինքն որ մեկը հետևից սկսում են բացել, դա նշանակում է սահմանադրությունը անմիջական ազդեցություն ունեցավ քաղաքական։ Այդ դրանում է հարցը, արդյոք դա անմիջական նշանակություն ունի թե չէ եւ իրականում ինչ ազդեցություն ի վերջո կարող են ունենալ այդ խաղի կանոնները։ Մի բան է, որ այո, սահմանությամբ մենք նախանշել ենք այն խաղի կանոնները, որոնցով պետք է այդ քաղաքական ինստիտուտները զարգանան, քաղաքական գործիչները հետևեն այդ կանոններին, չէ՞։ Տեսեք, մեր կառավարությունը ձևավորվում է մեծ առումով այնպես, ինչպես դա նախագծված է սահմանությունում, ընտրությունները տեղի են ունենում ֆորմալ առումով այնպես, ինչպես դա նախատեսված է սահմանությունում։ Այլ բան է, որ ինչու մենք ձախողել ֆունդամենտալ առումով դա այն է, որ մենք չենք սովորել հետևել այդ կանոններին կամ քաղաքական գործընթացների միայն մի մասն է, այն էլ մեծ հարց է, մեծ մասը թե ավելի ես կասեի ավելի շուտ մի փոքր մասն է տեղի ունենում կամ ֆորմալ առումով է ընդամենը տեղի ունենում սահմանությամբ նախանշված սահմաններում, մինչդեռ կան մի շարք այլ նորմատիվ համակարգեր, որոնք ուղղորդում են այդ քաղաքական process-ները եւ դա միայն սահմանությունը չէ։ Այս առումով մենք կարծում եմ ձախողել ենք, միգուցե բարձր հնչի, ամենայն դեպս, եթե նույնիսկ չենք ձախողել, ամենայն դեպս սահմանությունը այս առումով իր լիարժեք դերակատարությունը չի ունեցել։ Այսինքն ֆորմալ կարող ենք այսպես ձևակերպել, ֆորմալ կիրառողության համար է այս սահմանադրությունը մեր։ Այսինքն ամենայն դեպս իշխանությունները այդպես են ընկալում, նաև քաղաքացիները ինչու։ Սահմանությունը չի կայացել որպես քաղաքական գործընթացները սահմանող եւ դրանք ուղղորդող միակ ինստրումենտը։
ցավոք սրտի։ Նշված է այնտեղ, որ ասենք պետք է խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, տեղի ունենում են խորհրդարանական ընտրություններ։ Բայց թե ինչպես են ընտրությունները տեղի ունենում, չեմ կարծում, որ դրանք տեղի են ունենում իսկապես սահմանության ոգուն եւ տառին համապատասխան, ցավոք սրտի, եւ դա միակ օրինակը չէ, մենք կարող ենք նշել շարք այլ օրինակներ կան։ Տեսեք, վերջի սահմանադրական հանրաքվեից առաջ, երբ բանավեճ էր տեղի ունենում կողմ եւ դեմ ճամբարների միջև, տարբեր մասնագետների միջև, այսպիսի մի իշխանությունների կողմից այսպիսի մի փաստարկ էր ներկայացվում, որ օրինակ մարդու իրավունքների բաժնում մենք ավելացրել ենք այս կետերը, այսպիսի փոփոխություններ ենք անում, ավելի լավն է դառնում սահմանադրությունը, ավելի մեծ երաշխիքներ է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ենթադրենք։ Մյուս կողմից հնչում էր հետեւյալ հակափաստարկը, որ լավ օրենք ունենալը, լավ գրված օրենք ունենալը դեռևս երաշխիք չի, որ մարդու իրավունքները կարելի է պաշտպանված համարել։ Ինչքանով է որն է սահմանադրության դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Որքան էլ ուզենայինք չխուսափեցինք այս 2015-ի փոփոխություններին անդրադառնալը, նախ այն, ինչը դուք ասում եք, նույնիսկ եթե ֆորմալ առումով հռչակվում էր, որ մարդու իրավունքների գլխում մենք ունեցանք առաջընթաց, որ նոր իրավունքներ առաջ եկան կամ իրավունքները ընդլայնվեցին եւ այլն, այստեղ եւս պետք է այս բոլոր հռչակումներին նայենք որոշակի քննադատական լույսում։ Մենք դեպ մեր կազմակերպությամբ հրապարակեցինք զեկույց, որտեղ բավական լուրջ վերլուծության դա ենթարկեցին, կարող որոշ առումով իրավունքների որոշ տեսակների առումով մենք դրական տենդենսներ տեսանք, մինչդեռ տեսանք նաեւ որոշ տեղեր, որ այդ իրավունքները ավելի շուտ սահմանափակում էին այլ իրավունքներ կամ մեզ ինչն է պակասում սահմանադրությունը կիրառական փաստաթուղ դարձնելու համար։ Իրավունքից ենք անտեղյակ քաղաքացիները, երբ չգիտենք, որ սահմանադրությունը մեր համար շատ ու շատ իրավունքներ է հռչակել, շատ իրավունքներ ունենք, նաև պարտականություններ, քարոզչական խնդիրը թե այլ տիպի խնդիր, որը խանգարում է մեզ ունենալ այնպիսի սահմանադրություն, ինչպիսին գրված է գոնե ռեալ կյանքում։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Իրականում պատճառները շատ ավելի խորքային են։ Այստեղ իմանալը, գիտենալը, սահմանադրական կրթությունը, սահմանադրական մշակույթը շատ կարևոր են, բայց դրանք ինչով են պայմանավորված։ Այդ խնդիրները ավելի շատ խորքային բնույթի են։ Մեզ ինչն է պակասում, մեզ պակասում է ինքնակառավարման մշակույթը, մեզ պակասում է ինքնակառավարվող հանրություն դառնալու այդ կայանալը որպես այդպեսին։ Իհարկե մենք որոշակի առումով որոշակի պրոգրես միգուցե ապրել ենք անկախացումից հետո որպես ինքնակառավարվող հանրություն, սակայն սահմանադրականության հասնելու մակարդակից դեռ մենք բավական հեռու ենք, ասում եք, այսինքն փորձեմ բացատրել, իսկ ինչ է սահմանադրությունը։ Սահմանադրությունը հենց այն առաջին իմաստով, որ ես փորձեցի դες հենց նոր ներկայացնել, այդ խաղի կանոնների իմաստով։ Դա ինչ է, դա պայմանագիր է, դա պայմանագիր է մեր բոլորի միջև, մեր բոլոր քաղաքացիների միջև, մեր իշխանավորների միջև, այդ թվում, որում մենք ասում ենք, որ մենք ենք տերը մեր երկրի, մենք բոլորս, այս 3 միլիոն ենք, թե ինչքան ենք, կապ չունի, հա, մենք տերն ենք մեր երկրի, եւ մենք մեր բոլորով պայմանագիր ենք կազմում, ասում ենք, սա է մեր համատեղ ապրելու կանոնները, սրանք են։ Այդ առումով մենք տերն ենք նաեւ այս սահմանության, մենք հենց մենք պետք է հետեւական լինենք, որպեսզի այդ կանոնները կատարվեն ի օգուտ մեր բոլորի։ Այս առումով մենք դեռ չենք կայացել հենց այն հանրությունը, հա, չենք կայացել որպես ինքնաբավ մի միավոր, որ ի վիճակի է ինքնակառավարվել, ի վիճակի է այդ պատասխանատվության լծակները նաև սահմանել իշխանության նկատմամբ։ Ի վերջո այս ամենի հիմքում դրված է այդ պատվիրակված լիազորությունների գաղափարը, չէ՞։ Եթե մենք սեփականատեր ենք, մենք զգում մեր երկրի, մենք այդ պայմանագրով մենք մեր իսկ իշխանական լիազորությունները դելեգացնում ենք այդ իշխանությունները։ Եվ փորձում ենք մեր իրավունքները իրացնել։ Ի վերջո նաև այդպես։ Սակայն հենց այստեղ մենք խնդիրներ ունենք։ Սահմանադրությունը չի կայացել որպես պայմանագիր, այն չի
իսկապես մենք չունենք այն լծակները, որ կկիրառեինք եւ ի վերջո մեր հանրությունը շատ թույլ արտահայտված այդ սեփականության զգացմունքն ունի այս երկրի նկատմամբ, հենց դա է խնդիրը։ Մինչդեռ եթե մենք ունենայինք այդ սեփականության զգացմունքը, կձևավորվեր նաեւ այս պայմանագրի պատկերացումը, որ մենք այդ մեր սեփականությունը դելեգացրել ենք որոշակի դրա լիազորություններ, դելեգացրել ենք կառավարությանը, որպեսզի այն իրականացնի մեր իսկ որոշակի ֆունկցիաներ մեր իսկ շահերից ելնելով։ Այդ սեփականության զգացման բացակայությունը պայմանավորված է ինչ-որ գենետիկ խնդիրներով, թե այլ մակարդակում է։ Ոչ, իհարկե, սա ֆունդամենտալ մենք քաղաքագիտության սոցիոլոգիայի բնագավառ ենք գնում, բայց նախ եւ առաջ մեր պարագայում դա պայմանավորված է պետականություն չունենալու երկար տարիներով։ Դե գենետիկա է, չէ՞։ Ոչ, իհարկե, ոչ, գենետիկան լրիվ ուրիշ բան է, դա պատմական զարգացումների ընթացքով է պայմանավորված է նաեւ այդ ընթացքում ձևավորված ինստիտուտների որոշակի տրամաբանությամբ, տեսեք, խորհրդային ժամանակները հիմա մեծ դեբատ կա, չէ՞, հասարակությունում ինչքանով է մերն է եղել, թե մերը չի եղել։ Ինչքանով է մեզ օգուտ տվել, ինչքանով է վնաս տվել, ես էլ չէ, ընդհանրապես մերն է, դա է մեր հանրապետությունն է եղել, թե մերը թե ոչ, որքանով ենք մենք սեփականության զգացողություն ձևավորել այլ մեր երկրի նկատմամբ։ Տեսեք, խորհրդային ժամանակներում ամեն ինչի նկատմամբ սեփականությունն էր որոշակի թշնամությամբ, չէ՞, դիտարկվում։ Ընդհանրապես սեփականության իրավունքը չէր խրախուսվում։ Այդ թվում մենք սա կարող ենք պրոյեկտել նաև այդ մեր սեփականության իրավունքը մեր երկրի, մեր հողի, մեր հանրության նկատմամբ։ Մենք առաջին հանրապետության նկատմամբ էլ չենք ունեցել սեփականության զգացողություն, երբ որ կաշտում ես տարբեր դժվար է ասել, բոլոր դեպքերում 2 տարվա փորձը շատ թեկուզ 2 տարվա ընթացքում շատ քիչ ժամանակահատված էր, որպեսզի այդ ինստիտուտները կայանային։ Մինչդեռ երբ որ դու զգում ես տերը քո երկրի, մինչդեռ դու զգում ես, որ այդ մենքի գաղափարն է ձևավորվել, այդ դրանից նոր փոխում են այդ համապատասխան սահմանադրական ինստիտուտները, որտեղ իսկապես դրանք խարսխված են լինում այդ դելեգացման գաղափարի վրա, երբ որ դու լինելով սեփականատերը քո երկրի որոշակի լիազորություններ ես մշակում ու տալիս ես դա քո իսկ անդամներից կազմված կառավարությանը, նախարարություններին եւ այլն, որոնք քո կոպիտ ասեմ ծառաներն են, մինչդեռ հիմա տեսեք լրիվ այլ տրամաբանություն է գործում։ Նրանք են տերը երկրի եւ քաղաքացիները շնորհակալություն ուղղակիորեն ծառայում են նրանց։ Շատ կարևոր եզրանք բան եկանք, երբ սկսենք վերաբերվել այս երկրին որպես մեր սեփականություն, այդ դեպքում շատ օրենքներ, շատ ինստիտուտներ կսկսեն այնպես, ինչպես նախատեսված էին։ Հուսանք դա շուտ տեղի կունենա։ Հուսանք։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել էի սահմանադրագետ Արմեն Մազմանյանին։ Կհանդիպենք։